ուժեղ Հայաստան։ Մատ ուշադիր լսեք, խոսքը ուժեղ Հայաստան դաշինքի մասին է, ճակերտների մեջ ուժեղ, որտեվ դուք ուժեղի տպավորություն չեք թողում։ Ու вообще ինձ մոտ նես տպավորություն է, որ դուք քաղաքականությունից вообще զրո եք։ Ուրեմն 2-3 օր առաջ այս մարդիկ հայտարարում էին, որ գիտեք ինչ կա, Զելենսկու այցը այդքան էլ ցանկալի չի մեր երկիր, քանի որ նա ունի վատ հարաբերություններ իրանց ռազմավարական դաշնակցի հետ, հա, եւ իր այցը կարող է վատ հետևանքներ թողել Հայաստանի համար, ես միտքն եմ ասում, այսպիսի արտահայտություններ էին անում, կարող է ռազմավարական դաշնակցի դուրը չգա, այսինքն հիմի դուք հիմա ուժեղ Հայաստան եք, թե թույլիկ Հայաստան եք, բացում եք դուք ուժեղ եք, Նիկոլը թուլա, մենք ենք պինդը, մենք ենք ուժեղը, հիմա այսինքն եթե դուք ելնեք մեր երկրի ղեկավարը, դուք պետք է նստեք սպասեք, թե ուրիշը թույլ կտա մեր տուն հյուր գա, թե չէ, հա, այսինքն ուր է ձեր ուժեղությունը, դուք ջոգում եք, ինչ եք ասում, դուք ընդհանրապես պատկերացնում եք ինչ եք ասում մեր ժողովրդին, դուք ընդհանրապես պատկերացնում եք, թե ինչ խամաճիկի տպավորություն եք թողում ձեր այս խղճուկ հայտարարություններով, ու որ դուք էլ մի հատ էլ ուժեղ Հայաստան եք կոչվում, հա, դուք ձեր երկը փոխ եկար դրեք թույլիկ Հայաստան, հա, նստա սպասում ենք, թե կռիշը մեզ թույլ կտա, հյուր ընդունենք, ով եք դուք արա, գժանոց է, ուրեմն լսեք, ժողովուրդ ջան, երբ որ իրանց ռազմավարական դաշնակիցը, որ այդքան շատ են սիրում, հա, իրանց ընկերն էլ չէ, դի ասեմ իմացեք, ընկերը լինում է հավասարության վրա ընկերությունը, բայց դե հավասարություն չի, դե տասովկա է, որ հատուկ աշխատենք իրա համար, իրան դուր գա, մենք հեչ, որ զենքը ծախում էր Ադրբեջանին, որ սենց զինում էր միջև ատամները, որ բացի դրանից քաղաքական աջակցություններ ցույց տալի Ադրբեջանին, հա, էդի հեչ, էդի գցենք, որ իրա տեսանկյունից ձեր ռազմավարական դաշնակցի տեսանկյունից գցենք, որ իրա ռազմավարական դաշնակիցը թեկուս ոչ այդքան հզոր, թեկուս ոչ այդքան մեծ, բայց ինչի է ռազմավարական դաշնակիցը, հա, որ իրա շահերն էլ պահի, չէ, ճիշտ է, բայց ինքը թքած ուներ вообще մեր շահերի վրա, զրո, ասինքն, գնացեք մեռեք, հա, իրան հեչ, մենք պետք է նստենք, մտածենք, թե Զելենսկին գա, թե չգա, թե թույլ կտան, թե չեն տա, այսինքն դուք գիտեք ինչ եք ցույց տալի, այն մտահոգությունները, որ Ռուսաստանում գործարարը մանավանդ միլիոնատեր կամ միլիարդատեր գործարարը չի կարող լինել ազատ ու պետքա լինի ինչ որ մեկի կռիշի տակ, հա, դա ապացուցվեց, որ դուք այս պահին ցույց տվեցիք այդ ձեր արտահայտությունների մեջ, այսինքն դուք սպասում եք ձեր կռիշի թույլատվությունը, եւ եթե այս մարդիկ, ժողովուրդ ջան, հիմի ձեզ եմ ասում, այս մարդկանց դուք բերեք դնեք մեր երկրի ղեկավար, այսինքն մեր երկիրը սարքում եք խամաճիկ, որտեւ իրանք վարելու են խամաճիկային քաղաքականություն, բիզնեսն էլ են տենց վարե, խամաճիկային, այսինքն կռիշ են մանեկե Ռուսաստանում, կռիշի տակ աշխատել են, ասում են տանենք Հայաստան էլ դնենք կռիշի տակ։ Մենք տենանք թույլ կտան մեր տունը մարդ գա, չգա, ընդունենք, չընդունենք, մի խոսքով, իսկ իրականում ինչ է կատարվում, ժողովուրդ ջան։ Հա, մեկ էլ մի բան էլ ասեմ, այս մարդիկ այն իրանց 2 կոպեկանոց մի քանի են, չգիտեմ, բլոգերիկներին էլ են խոտ տվել, բայ Եվրոպան, չգիտեմ, 3 երեսանիա, 2 երեսանիա, 6 ստանդարտներով աշխատում, թե չէ իրանց կռիշը, չեմ ասում ընկերը ընդ ուր անգեր, իրանց կռիշը նենց երևի նենց մի ստանդարտնի է, հա, գցենք, նենց չեսնի է, իրանց կռիշը вообще գիտես քանի ստանդարտներ ունի, սա նորմալ է, որ вообще քաղաքականության մեջ տարբեր ստանդարտներ կա, դե խոսքը շահերի մասին է, բայց իրանցը լրիվ մի հատ թափելու ապրանք, ասեմ իմացեք, Աֆրիկայից էլ հելավ թռավ, Հայաստանից էլ են հանելու, սպասեք հələ դուք մի քիչ էլ սպասեք, հա, Հայաստանից էլ է հելնելու այդ ռազմաբազան Գյումրի, ուրեմն Սիրիայից ռադենար է, Աֆրիկայից ռադենար է, մեր մոտից էլ են ռադանելու, համբերեք դուք, հա, ու ձեր, էլի եմ ասում, ձեր այդ անուն, մանուն, այդ ուժեղ, փոխեք արա, ձեզի չի ասում, դուք ուժեղ չեք, դուք խամաճիկ եք, գնացեք խամաճիկություն արեք, էսի սենց, ուրեմն ասնենք առաջ, ուրեմն մի պահ ժողովուրդ ջան կանգ առնենք ու պատկերացնենք ինչ է կատարվում Հայաստանում, սա իհարկե պատմական օրեր են, որոնք որ այս խամաճիկային ուժերը, հա, եւ իրանց կծված կոպեկով ծախված բլոգերները փորձում են
սև խրել։ Ուրեմն Հայաստանում իհարկե պատմականորեն, որտեղ Եվրոպայի հզորագույն ղեկավարները, ասենց մեր պատմության մեջ, չգիտեմ, երևի թե չտեսնված պահ է, որ ոչ թե ինչ որ ցավի համար են գալի Հայաստան, որտեղ եղել է, որ Հայաստան եկել են թե կարծեմ ցեղասպանության 100-ամյակին, մեկ էլ երկրաշարժի կապակցությամբ էլի բազմաթիվ պաշտոնյաներ են եկել Հայաստան, բայց այդ ամեն ինչ որ սենց ցավի, խղճահարության, ցավակցելու ինչ որ այդ բաներ, էլի գոհենք իհարկե ամեն ինչի համար, որ եկել են ուշադրություն են ցույց տվել, բայց ոչ թե քաղաքական այց է, այց որ ասած ցավակցական այցեր են եղել։ Իսկ այսպիսի այց, քաղաքական այց Հայաստանում երբեք չէր եղել, սա պատմական այց է, որը որ հենց այդ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է։ Ուրեմն սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք Հայաստանում է հենց նույն Զելենսկին, որը որ ժողովուրդ ջան, ինչքան էլ մենք կարող է այս պահին sense նորմալ չընդունենք, չնայած ես Զելենսկիի հետ մտա որ ասում պահություններ ունեմ, հա, ճիշտ եմ ասում այդ բառը, մի խոսքով, որի մասին այս պահին չեմ ուզում բարձրաձայնեմ, ես սրա մասին խոսամ իհարկե մի փակ եթերում, ես երևի կամ մի քանի ժամից կամ երևի վաղը փակ եթեր դնեմ, մի բան էլ ասեմ, որ միջև շարունակելը փակ եթերների համար, այսինքն մեմբրեսիա տարբերակի համար ես ակտիվացրել եմ ամենաէժան տարբերակը, ժողովուրդ ջան, այսինքն YouTube-ի մեջ սրանից էժան էլ գոյություն չունի, չկա, այսինքն այդ գնից ավելի էժան։ Ակտիվացրել եմ, որ կարողանա հասանելի լինի ցանկացածիդ համար։ Մենք մեմբրեսիա տարբերակով ունենալու ենք փակ եթերներ, դրանք լինելու են այն եթերները, որի մասին, որ պետք է խոսանք, բայց ինչ պատճառներով այս պահին պետք չի, որ բարձրաձայնենք, սենց ասում է, ընդհանուր, հա, սենց բացի եթերներով։ Հենց որ գրանցվեք այնտեղ, ես էլ եմ ասում, հասանելի է ամենաէժան տարբերակը, սրանից էժան էլ գոյություն չունի, հատուկ բոլորիդ համար, ժողովուրդ ջան, ով ուզում է իհարկե մասնակցել մեր այն որ ասում է փոքրիկ ընտանիքին, որը որ պետք է կազմակերպենք հենց մեր YouTube հարթակում, ոչ մի Patreon, ոչ մի էսի, ոչ մի էնի, հենց YouTube հարթակում, YouTube-ի գործիքները մեզ դա այդ հնարավորությունը տալիս է։ Եվ սենց, հա, շարունակելով մեր խոսքը, ժողովուրդ ջան, հիմա դուք նայեք պատկերացրեք Զելենսկին այսօր շատ հզոր տիպ է դառը, Զելենսկին այսօր Եվրոպայի մեջքն է դառը, ժողովուրդ ջան, սա առաջվա Ուկրաինան չի։ Էսի, այսինքն ինչ եմ ուզում սրանով ասել, որ Զելենսկին շատ կարևոր է։ Սրան էլ գումարած իհարկե Մեծ Բրիտանիայի առաջնորդներն են Հայաստանում, ուրեմն Ֆրանսիայի նախագահն է Հայաստանում, Իտալիայի Մելոնին է Հայաստանում, որոնք որ գիտեք ինչ կա տարածաշրջանում մեծ հարցեր են լուծում, Հունաստանից էլ, մի խոսքով շատերն են Հայաստանում, անգամ Թուրքիայից էլ ներկայացուցիչներ կան Հայաստանում եւ անգամ ինձ հասած ինֆորմացիայով հենց այս պահին որ պատի որ, հա, սա ես չեմ ուզում հիմա հաստատ ասեմ, բայց այսպիսի ինֆորմացիա եմ ունեցել, որ անգամ Ադրբեջանի նախագահան պետք է վիդեո կապով ինքը ներկա չի, բայց վիդեո կապով խոսալու է, ժողովուրդ ջան։ Սրան էլ գումարած հիմա համերգներ են լինելու, սրանից դուրս արդեն, հա, Ֆրանսիայի նախագահան պետք է թա Գյումրի աննախադեպ համերգներ են լինելու Հայաստանում, մասնակցեք, ուրախացեք, ժողովուրդ ջան, եւ ով ինչ ուզում է ասի, ով ասեք նայեք, ես ասում եմ, անկախ ձեր վերաբերմունքից քաղաքական ուժի հանդեպ։ Դուք գիտեք, օրինակ իմ վերաբերմունքը, չէ, ես միշտ նեյտրալ եմ, ես միշտ ասում եմ այն ինչը որ կա։ Իդեպ, այս նեյտրալության համար մի հատ թեմա ունեմ, միաբջիջներ, հեսա մի քիչ հետո կխոսամ սրա մասին, որտեվ ձեր կարծիքով, եթե ես անցյալ վիդեոյի, չգիտեմ, այն ձեր միաբջիջ կոմենտները մոռացել եմ, դուք սխալվում եք, հեսա ես ձեզ կանդրադառնամ։ Ինչ եմ ուզում ասեմ, անկախ ձեր վերաբերմունքին քաղաքական թիմի մասին, Նիկոլ Փաշինյանին եւ այլն, իրանց սխալներին, չգիտեմ, վատ կոմերին, լավ կոմերին, անկախ ամեն ինչին, եթե մարդ հելավ ասի, մարդ հմի հելնի ասի այս այցերը Հայաստանում, չգիտեմ, ինչ-որ վատ բան է, կամ քաղաքական ինչ-որ թիմի վատ աշխատանք, կամ չգիտեմ ինչ, այդ մարդը մինիմում կամ քաղաքականությունից 0 է,
հա, կամ մանիպուլացնողա։ Այս այցերը ինչը որ կատարվում է Հայաստանում, ժողովուրդ ջան, սա Հայաստանի այս պահի իշխանության քաղաքական հաղթանակն է իշա Հայաստանի Հանրապետությանը։ Սա փաստ է, որը որ ցանկացած նեյտրալ sense նորմալ մարդ, որ sense անաչառ բլոգներ է ավարում քաղաքական կամ մեկնաբանում է, վերլուծում է, եթե ասեց սա մեր համար վատ է, ասեց սա չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը նայեք մեր երկիրը ինչ արեց, սրանց բերեց, լցեց, հեսա մեր համար վատ ալնելու բան, այս մարդը կամ քաղաքական մանիպուլյատոր է, կամ ինքը ոչ adekvat քաղաքական մեկնաբան։ Ուրիշ բացատրություն չկա, որտեվ ես միշտ ասում եմ ասեք լավին լավ, վատին վատ, եւ սա այն լավն է, որը որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թմի քաղաքական հաղթանակն է իշա Հայաստանի Հանրապետության շահերի իհարկե, հա։ Սա սենց ժողովուրդ ջան, սենց էլ ասենք, որ հանգարց ոչ մեկ ուրիշ մանիպուլյացիաներ չանի, մի հատ էլ ստեղ նայեմ տենամ միջև միաբջիջների մասին խոսալը, հանգարց բան բաց չեմ թողել, որտեվ ստեղ նշումներ էլ արել եմ, ահա։ Ուրեմն հիմա անցնենք միաբջիջներին, ժողովուրդ ջան, ես անցյալ անգամ վիդեոս որ արեցի, քննադատեցի երկրի իշխանությանը, ինչ-ինչ հարցերով, ցույց տվեցի իրականությունը ինչը որ կա, որտեվ այդ պահին ու ես ընդհանրապես միշտ արդար եմ, երբ որ վատը տենում եմ, վատը ասում եմ, լավը որ տենամ, լավը կասեմ, մա հիմի որ լավն ասում եմ, լավը։ Ինձ համար անընդունելի էր, երբ որ եվրոպական խորհուրդը բան է անում, այն որ ասում է բարձրաձայնում է, հա, բանաձև է ընդունում, որ Ադրբեջանը պետք է դուրս մղի իր զորքերը Հայաստանի տարածքից եւ հետո Ալեն Սիմոնյանը դուրս է գալի եւ իր այդ նորից ասեմ ամփույթ հայտարարությունն է անում, այսինքն դրանով դու ինչ ես ուզում անես, արա արդարացնես, չեմ ջոգում Թուրքիա արած, հա, առաջ եկածը եւ այլ։ Բայց խոսքը մի դրա մասին չի, դրա մասին խոսացինք, ասինք, լսողը լսավ, հասկացողը հասկացավ, համե անցան գնանք։ Հույս ունենանք, որ Ալենն էլ բան կանի, չէ, եւ երկրի իշխանությունը հետեւություններ կանեն այս ամենից հետո։ Էլ չխորանանք եկեղեցու փաստը եւ այլն եւ այլն։ Հիմի ինձի հետաքրքրում է իմ հետևորդների փաստը, որովհետեւ ես միշտ խոսացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան միաբջիջներ եւ մենք միշտ վերագրեր ենք, որ միաբջիջները լինում են, հա, ովքեր որ առանց հասկանալու, հա, եկեք տարբերություն դնենք, որ մեկը վաճառվող, այսինքն հայրենիքը վաճառողը, այսինքն ինքը շատ լավ հասկանում է, մեկը չի հասկանում, այսինքն միաբջիջը իր համար, չգիտեմ, 10,000 դրամը կարևոր է ավելի, քան սա երկրի ապագան եւ այդ ինձ միաբջիջն է։ Իսկ ինի հայրենիքի դավաճանն է, ով հասկանալով անում հայրենիքի դավաճանն է, ով այն իրան դուր է եկե թե ժամանակին ոնց են իրան շինե, հա, այն Քոչարյանները, Սերժականները եւ այլն, հա, ինքը մնացել է այդ գծի տակ, հա, իր, այսինքն միաբջիջ է։ Ու շատ ենք խոսացել սրա մասին, բայց ինձ համար մի կրկնակից հավալի է, որ դուրս է գալի, որ իմ հետևորդների մեջ էլ կան միաբջիջներ եւ իրանք, այսինքն չեն ընդունում լավին լավ, վատին վատ մեկնաբանությունը, իրանք չեն ընդունում հանգարց, եթե քննադատությունը լինում է իրենց նախընտրած քաղաքական գործիչի կամ հա էլի իրաց նախընտրած քաղաքական կամ կուսակցության կամ դաշինքի կողմը, այս մարդիկ ինչքան էլ դու ճիշտ լնես, այս մարդիկ կարող են ջղաձգվեն։ Բա այս ոնց ապե դու էլ ծախվար բան հանգեր, այս ոնց է լավ, գցենք իրանց մոտ այդ միաբջիջ բանը այնքան շատ է, որ չի ասում, ախպեր, բայց պասի ճիշտ է ասում այս տղեն։ Ինչ կապ ունի, որ ես այդ քաղաքական թիմին բան եմ անում, հա, հավանում եմ, բայց այս տղեն ճիշտ է ասում։ Այս ինչ մոմենտ է, հա, այս չկա, իրանց մոտ sense ռոզվի ակնոցներ են ու միաբջիջ տեսակներ։ Ուրեմն ես ուզում եմ այն sense ասում ամենայն հարգանքով, բայց ուշադրություն դարձնեմ ձեզ։ Ես եթե մի անգամ էլ այդպիսի բաներ տենամ, դուք միանգամից բլոկվելու եք, միանգամից դուք իմ ալիքում չեք կարող լինել։ Եթե դուք իմ հետևորդն եք, դուք պետք է լինեք adekvat, նորմալ մարդ։ Երբ որ ասում է լավին լավ, վատին վատ։ Եթե դուք այդ adekvatությունը չունեք,
խնդրում եմ հեռացեք հայկական YouTube դաշտում մանավանդ քաղաքական, բլոգերական եւ չգիտեմ ճակերտների մեջ ասած վերլուծական դաշտում լիքը միաբջիջ ալիքներ կան, որոնք միայն խոսում են մի ուղությամբ, միայն տանում են իրանց թեմաները մի ուղությամբ, չկա բազմա sense բևեռային վերլուծություն, այ կա մի ուղություն եւ այդ ուղությամբ իրանք շարժվելու են։ Այնտեղ ընդհանրապես լինում են հավաքված միաբջիջները եւ իրանք միաբջիջներով ընդ են նստում, իրար ջան են ասում, ջան են լսում։ Իմ մոտ այդպիսի բան չի կարող լինել եւ ես թույլ չեմ տա։ Ու ես ունեմ այդ գործիքները, որ թույլ չտամ, հասկանում եք, սա իմ ալիքն է եւ YouTube-ը ինձ հնարավորություն տալիս է, հասկանում եք, որ ես կարողանամ նենց անել, որ իմ մոտ տես բան չլինի, ու ես թույլ չեմ տա։ Դրա համար ես միջև քայլեր անելը, ես ձեզ ուզում եմ զգուշացնեմ, հարգելիներս, որ եթե դուք միաբջիջ եք, որտեվ ես ձեր նռվերը չունեմ, գնացեք մտեք միաբջիջների մեջ, դուք համընդեղ դուք էլ լավ կզգաք, հա, այդ միաբջիջների մեջ։ Հա, համ էլ իրանք էլ լավ կզգան, կասեն, տեսեք մի օքի էլ ավելացավ, երկու օքի էլ ավելացավ։ Սա էլ եմ ուզում ես ձեզ ասեմ, որ էլ այսպիսի խնդիրների առաջ, հա, այն որ ասում է, չկանգնենք, նես չլինի, որ ինչ որ դուք վատ բան ասեք, ես վատ բան ասեմ կամ բլոկեմ, հա, եւ այլն։ Ես ցանկություն չունեմ, ես ուզում եմ նորմալ YouTube-ի հետևորդներ, նորմալ համայնք, այսպես ասած, ժողովուրդ ջան, ում հետ կարելի ամեն թեմայով բաց նստել, քննարկել, հասկանալ եւ շարժվել առաջ եւ կառուցել առողջ քննարկման հարթակ։ Առողջ, ոչ թե ինչ որ միաբջիջային։ Էսի sense, ինչ վերաբերվում է միաբջիջների մի տեսակ էլ կար ժողովուրդ ջան, որը որ մի հատ sense տղա կար, ես հետո չգիտեմ նկարը ճիշտ ասած մոտս է, մոտս չի, երևի դուք կհիշեք, ինտերնետով տենց մոտս ընկավ, իմ դուրը գիտեք ինչ չեկա, որ այդ տղային սկսեցին քննադատել եւ այլն, ուրեմն ոնց հասկացանք, ես իրա ճիշտ ասած արդեն մտել եմ իր էջը նայել եմ, որ հասկանամ ընդհանրապես ինչի մասին է խոսքը, այդ տղան այն Հայաստանի քարտեզներ ցույց տալի, այն ինչ որ Նիկոլն է խփում դոշին, բաժանում են ժողովրդին, այսինքն մեր սովորական Հայաստանի քարտեզն է։ Համ խոսամ, համ փորձեմ այդ տղայի նկարը գտնեմ, եթե հնարավոր լինի, էլի։ Ստե իմ ձեռքի տակ, հա, այդ էր ինչ որ ցույց տվեք, քարտեզներ ցույց տվեր ժողովուրդ ջան, իր էջում։ Ինքն էլ ոնց հասկացա, ես երբ որ մտա ես նայեցի, ոնց հասկացա ավտո է առնում եւ ծախում։ Ու ըստ իր խոսքերի, այսա գտա։ Մի վարքան մա ցույց տամ։ Դենա բացի թե ջնջել են արդեն։ Ահա, գտանք, լավ, պասի։ Մուզիկա կա մեջը, պասի լավ ձենը անջատեմ, որ հանգարտ YouTube-ը գիտեք։ Խոսքը այս տղայի մասին է, ժողովուրդ ջան։ Տեսակ։ Որ իմանայիք ու մաս։ Մի խոսքով հանեց ցույցա տվե ինչ արե, խոսքը քաղաքական չի, ինքը իր համար ցույցա տվեն դե բացատրում է իր վիդեոյի մեջ ինչի է ցույց տվե Հայաստանի Հանրապետության քարտեզը ու երևի մի 1500 հոգի միաբջիջ են եղել իր բանում գրանցվածների մեջ, այդ իրանք որոշել են, որ դա քաղաքական է ու թողե դուս են եկել այդ տղու ալիքից, ինքն էլ նեղվել էր։ Նախ ես ուզում եմ փոխանցեմ ստեղից այդ տղային, եղբայր մի նեղվի, միաբջիջները կեթան, հետո նորմալ մարդիկ ետ կգան, այդ միաբջիջները կեթան, նորմալ մարդիկ կգան, արխային, դրանից էլ ավելի շատ կգան։ Բայց հարցը ստե չի, հարցն է, որ մարդը քաղաքական բան չի, բլոգեր չի, ինքը իր այն որ ասում է հետևորդների հետ շփվում է, ճիշտ է։ Եթե ինչ որ մարդիկ սխալ են հասկացե կամ չգիտեմ, էս այնա մարդը բացատրում է, ինչի է խիա դրա մասին խոսացե, որն է պատճառը, հա։ Ու ինձ համար գիտեք որն էր տարօրինակ, երբ որ տեսա քաղաքական մեկնաբաններ դրեցին այդ տղայի լուսանկարը եւ սկսան մեկնաբանել ու սենց հեգնանքով
ինչ որ նենց ուզենալով նսեմ ասնել, սենց մթոմ, այն որ ասում չեն ասում, բայց դե ոնց որ սես ցույց են տալի լավ է, էլե բան, ես միանգամից երևի ինքը որ քաղաքական բլոգեր չի պատասխանել, ես ասեմ, էլի, հատուկ այդ բլոգերներին, մանավանդ որ ճանաչված բլոգերներին են մանր մունդր դրանք вообще անիմաստ են, որ անկա բաներ են օր ու գիշեր հելնում խոսում, դրանց вообще բանի տեղ միդի եղբայր դու չնայած մենք իրար չենք ճանաչում, բայց նայ այն մարդիկ ովքեր որ քեզ քննադատել են, իրանք մանիպուլատոր են։ Իրանք ընդհանրապես աշխատում են մի ուղությամբ։ Ես դրանց ասում եմ, հենց նոր մի քիչ առաջ դրանց մասին էի խոսում։ Միաբջիջների համար ստեղծված ալիք, ովքեր որ աշխատում են ընդամենը մի ուղությամբ։ Եթե դու սովորական մարդ ես, իրար չենք ճանաչում, չգիտեմ, բայց եթե դու սովորական մարդ ես, այսինքն ինչ եմ ուզում ասեմ սովորական մարդ, եթե դու ինչ որ հատուկ պաշտոնյաներ չունես, որ մեջքիդ կանգնած են, ու դու իրոք այն մարդն ես, որ դու քեզնով անում ես քո գործը, չգիտեմ, էթում ավտո ես բերում, ծախում եւ այլն, հա, ու անգամ մի պա պատկերացնենք, չնայած դու ասում ես չէ, բայց անգամ մի պա պատկերացնենք, որ դու սատարում ես հիմիկվա իշխանությանը Նիկոլ Փաշինյանին, այսինքն ԿՊ-ին, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, ու ես քեզի քո պարագայում մանավանդ, հա, լրիվ հասկանալի է, ու ես հիմա այդ բլոգերներին, ով որ քեզ քննադատել են, մի պատասխանեմ, երևի դուք ուզում էիք, որ այստեղ են գցենք Սերժի կամ Քոչարյանների վաղտ, հա, ուզենար այս նույն գործը աներ, գային վզին տայն, ասեին ընկեր դու այս գործը չես կարա անես, հա, որովհետև այս գործը մեր տղեն պետք է անի կամ մեր ընկերը պետք է անի, դու ոտի տակ ես ընկե, այստեղն էլ գցենք չկարողանար աներ իր աշխատանքը, լսում եք միաբջիջներ, հա, չկարողանար իր աշխատանքը աներ, հելներ էթար Հայաստանից դուրս, այսինքն մի հոգի էլ իր ընտանիքով պակասեր Հայաստանից, զինվոր պակասեր նույնպես Հայաստանից, որ այդքան Հայաստանի մասին մտածում ենք, էթար դուրս ու դուրսը իր հաջողություններին հասներ, իհարկե որ հետո էլ ասեի գիտես ինչ կա բախ դրս հելելես դրսից խոսում ես տեղը տակա արա բան արի հլա Հայաստան խոսա բան, հա Ձեր ինչ գործն ախպեր էս մարդը մի ում բաննա, ումը քաղաքականապես աջակցում։ Եթե դաժե Նիկոլին անում, լավ անում, աշկտել հանմա։ Դուք ով եք вообще ընդհանրապես։ Կա այդ ձև մարդ, այդ ձև էլի եմ ասում այդ մեծերիդ մեջ, հա, ճանաչվածներիդ մեջ սենց կարակ սրա պատասխանը տակ եկեք եթերիմս պատասխան տվեք չէ բերաններդ փակեք ռադել եք արա սա դուք սովորական մարդկանց կյանքի մեջ մտնելու ինչ բարոյական իրավունք ունեք Եթե մեն ուրիշի մոտ հարցազրույց են տալի օտարների մոտ երկու բառ չեն կարում կապեն բայց դե գալիս են իրաց դնում են եսի միջ տասաններ ուրեմն էս էլ սենց Ժողովուրդ ջան, ես էլի ասում եմ, այդ տղային չեմ ճանաչում, չգիտեմ ինչ կապեր ունի, եթե ինքը սովորական մարդա ոչ մի կապեր չունի ու այս գործը անմա, ես ասեմ իմացեք, Սերժի վաղ դու չէիր կարողանալու այս գործը նորմալ անել, եթե անել էլ լինես կիսատ պրատ կաշառքով մուծումներով, սրան տամ, նրան տամ, ապե որ թողենցից անսկսնեն բան, այս ձև, Քոչարյանի վաղտով ես կարծում եմ, որ վապշե քեզ ինգեր չէին թողի դու անեիր, այսինքն ամեն դեպքում Ապրես, ապեր, ամեն դեպքում, ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Դու պետք է շարժվես այն ուղությամբ, որ դու տեսնում ես, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքները, հա, եւ մանավանդ աշխատողի ազատ արք ու վաճառքը, հա, քո դեպքում պաշտպանված է։ Ես ու էտի Նիկոլն է։ Դուք ուզեք, չուզեք, էտի Նիկոլն է։ Եթե դուք իրականության հետ հաշվի չեք նստում, ախպեր թողեք գնացեք, ես միշտ ասել եմ, այս ալիք ոչ մեկ տեղ չունի, ոչ մի դա անգամ քաղաքական գործիչները, որ ես տեսնում եմ, իրանք միակողմանի են, այս ալիքի դռները իրանց համար փակվում է միանգամից, դդմփ բրծավ, փակվավ։ Որտեվ իրանք ինձ համար դառնում են մանիպուլյատորներ։ Հասկանում եք։ Էս էլ սենց լավին ասեք լավ, վատին վատ։ Այսօր որ Հայաստանի Հանրապետությունում
ջահել տղաները, երիտասարդ տղաները, ընդհանրապես մարդիկ, հա, որ աշխատանքային իրավունքները պաշտպանված է, այսինքն կարողանում են էթանտո ավտո էլ բերեն, չգիտեմ, ընդ ինչ են ուզում, բանան էլ բերեն, պեսոկ էլ բերեն, հավ էլ բերեն, ինչ ուզում բերում են, ավտոյի մաս էլ բերեն, ինչ ուզում բերում են եւ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը չի ասում հերրախոս մենակ ես եմ բերում, հա, սրան նրան այնի չի ասում, էսի մենակ ես եմ անում, դա արդեն մեծ առաջընթաց է Հայաստանի համար, մեծ առաջընթաց։ Գնահատեք ու էլի ասում եմ, ով որ հելել էր տես բաներ ասե, այդքան կա, թող գանձի իմ ալիքում պատասխան տա։ Եթե այդքան կա։ Էլի ասում եմ, արա, ուրիշների մոտ այդմեք քննադատողներից մի քանիսը օտարի մոտ այդմեք երկու բառ չեք կարող կապեք։ Խայտարակելած հետ են գալի, meil էլեմենտ տղեկին են կապնում, բա այսի սենց աներ։ Դու պետք է ասես ինքը ում պետք է աջակցի, ում պետք է չաջակցի, ինչ պետք է խոսա, ինչ պետք է չխոսա, ով գնաց իր մոտից, ով չգնաց իր մոտից, բան։ Ինքը իր ալիքի իր հետևորդները, որ քաղաքականությունից դուս բաներ է խոսում, գցենք անում այդ մարդը, քո դու ով ես։ Դու մստի քաղաքական գործիչներին քննադատի։ Այսօր այսքանը ժողովուրդ ջան։ Ստեցություն, հաջողություն չեք մոռանում Մեմբրիսեի մասին։ Հաջողություն։